Իմաստնություն Սողոմոնի 5 Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ, և նրանք, ովքեր արհամարհում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։ Նրանք պիտի զղջան իրենց մտքում և հոգու նեղությունից ճնշված պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ և նախատինք էինք տալիս։ Մենք, անմիտներս, նրա վարքը մոլորություն էինք համարում, իսկ նրա վախճանը անարգանք, բայց նա ինչպես դասվեց Աստծու որդիների շարքը, դառնալով սրբերին վիճակակից։ Ուրեմն մենք մոլորվեցինք ճշմարտության ճանապարհից։ Արդարության լույսը չլուսավորեց մեզ, և մեր սրտերում չծագեց արդարության արեգակը։ Մենք խրվեցինք անօրենության և կորստյան շավիղների մեջ, գնացինք անկոխ անապատներով և չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ Ինչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ինչ նպաստ բերեց մեզ հարստությամբ պարծենալը։ Այդ ամենն անցավ ինչպես ստվեր և թռավ ինչպես մարդու վաղանցուկ համբավ, ինչպես ուռած ջրերը ճեղքող նավ, որի անցնելուց հետո անհնարին է գտնել նրա հետքերը, և թողած շավիղները ալիքների մեջ, կամ ինչպես օդում ճախրող թռչունը, որի ընթացքից չի մնում նշմարելի մի բան, մագիլներով բախվելով և ճեղքելով թեթև հողմը։ Նա բուռն ուժով մտնում է ոլորտից ոլորտ, և թևերը թափահարելով սլանում դեպի առաջ։ Դրանից հետո նրա սլացքից չի մնում և ոչ մի նշան, կամ ինչպես դեպի նպատակակետն արձակված նետ, որ թռչում է օդը ճեղքելով, բայց օդը կրկին արագ իրար է գալիս, և չգիտես, թե նետը որտեղից անցավ։ Այդպես էլ մենք ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց, և չկարողացանք առաքինության ոչ մի նշան ցույց տալ, այլ մաշվեցինք մեր իսկ չարիքների մեջ։ Արդարև, ամբարիշտի հույսը կորչում է ինչպես քամուց բարձրացված փոշի, իբրև մրրիկից հալածված մանրիկ եղյամ, իբրև հողմից ցրված ծուխ, կամ ինչպես մեկ օրվա հյուրի հիշատակ։ Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան, նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը Բարձրյալից։ Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և իր բազկով նրանց պաշտպան է լինելու։ Տերը պիտի սպառազինվի իր նախանձախնդրությամբ և պիտի զինավառի իր արարածներին, թշնամիներից վրեժ լուծելու համար։ Իբրև զրահ նա պիտի հագնի արդարությունը, և անաչառ դատաստանը իբրև սաղավարտ պիտի դնի գլխին, որպես վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբությունը, և որպես հատու սուսեր պիտի սրի բարկությունը։ Եվ Տիրոջ հետ միասին ու խառն աշխարհը պիտի պատերազմի անզգամների դեմ, ամպերից ինչպես լայնալիճ աղեղներից փայլակների կորովի նետեր պիտի տեղան, և թռչեն դեպի նպատակակետը, և բարկությունից ինչպես քարանետից առատ կարկուտ պիտի թափվի, ծովի ջրերը պիտի ծայրագին հորդեն նրանց վրա, գետերը պիտի անխնա ողողեն, բուռն հողմը պիտի հարվածի նրանց դեմքին, և ինչպես մրրիկը պիտի քշի նրանց։ Անօրենությունը պիտի ավերի ողջ երկիրը, և խարդախությունը պիտի կործանի բռնակալների գահերը։